Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր քննարկման օրակարգի առաջնային թեմաներից մեկը Գյումրու ավականու ընտրություններն են, որտեղ ավելորդ ինքնավստահությամբ են զինված այսօրվա իշխանության ներկայացուցիչները։ Ուրեմն ես ուզում եմ, որ ժողովուրդը ողջամիտ գնահատի, սառնասրտորեն գնահատի առկա իրավիճակը։ Ով է այսօր հավակնում Գյումրու քաղաքապետի պաշտոնին։ Մի մարդ, ում անհեռատես քաղաքականության արդյունքում այսօր Գյումրին հազարավոր երեխեք է զոհաբերել, հազարավոր գերեզմաններ կան, որ մեկի գերեզմանին է գնացել, այդ անլվա Նիկոլ Փաշինը, որ մի երեխու է գնացել, որի ընտանիքին է գնացել ցավակցելու։ Անամոթաբար գնում է Գյումրի քարոզարշավի, փոխանակ խոսի Գյումրիի խնդիրների մասին, բայց ինքը չի կարող խոսել, որովհետև չի տիրապետում։ Ինքը էլի սկսել է իր լոլոները կարդալ, Մերսեդեսները, Յաշիկները, Բռաբուսները, չգիտեմ ինչերը վազվռատ կանենք։ Այ գյումրեցուն հիմա դա է հետաքրքրում։ Այ տղա, դու որ տեղյակ չես այդ քաղաքի արկա խնդիրներից, դու ինչ գործ ունես այնտեղ թեկնածու առաջադրես։ Այսօր քանի զոհ ունի Գյումրին, որ մեկի տուն ես գնացել եմ հարցնում, այ անամոթ։ Ու սրա բաները, այդ խոսնակները, այն Արաբաթ Միրզոև, արտաքին գործերի նախարար, ոչ բարով, ասում է այս պահին ԼՂՀ հայերի համար, ԼՂՀ հայերի, էլ սրանց տարանջատում է նայեք, արդեն տարանջատում են Հայաստանի հայեր և Լեռնային Ղարաբաղի, որ իրականում պիտի ասի Արցախի, դե վախում ասի Արցախի հայեր, իրենց բնորան, իրենք տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ ես չեմ տեսնում։ Նախ սկսենք դրանից դու ով ես, որ տես պայմաններ տենաս կամ ոչ, այ տղա։ Երկրորդ հերթին, բա քո վարչապետ կոչեցյալը ասում էր մեր գերիները թող 1-2 ամիս համբերեն։ Հիմա ինչ դարձավ։ Ինչ ասում ես ապիկարը։ Երբ որ կարենանք կվերադարձնենք գերիներին, դա ձեր խաթր չի։ Խնդրեմ։ Հələ սրանց պահվածքը, սրանց վերաբերմունքը, մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի նկատմամբ, մասես մարդը ինչ գործ ունի Գյումրիում ունենա իր ներկայացուցիչը։ Հարգելի սիրելի գյումրեցիներ, ես ձեր ցավը տանեմ։ Ես մի առիթով ասել եմ, էլի կրկնում եմ, որ մեկ խոսքի մեջ ասում ենք թասիբ, ակամայից մենք ոնց որ հիշում ենք գյումրեցիներին։ Ձեր ցավը տանեմ, խնդրում եմ, ձեր թասիբը մինչև վերջ պահեք և ես ապիկար, անգրագետ, անհեռատես, պետականությանը հակացուցված այս մարդկանց ջնջեք ձեր կյանքից։ Ես վստահ եմ, որ մարտի 30-ի ընտրությունը սա լինելու է հանուն Հայաստանի Հանրապետության։ Հասկանում եք, այնտեղ բազմաթիվ կուսակցություններ կան, որ քաղաքական հայտ են ներկայացրել։ Դա նրանց քաղաքական իրավունքն է, սահմանադրական իրավունքն է, բայց դուք պետք է որոշեք այդ իրավունքների թույլատրելիության սահմանը։ Ու այստեղ խնդրում եմ նկատի ունենալ, որ այստեղ ոչ թե պայքարը այս կամ այն կուսակցության մեջ է, այստեղ պայքարը երկու հոգու մեջ է։ Նիկոլ Փաշինյան և իր քրչափրչա խումբ և Հայաստանի Հանրապետություն։ Իսկ ես ճանաչելով Գյումրին, ունենալով այնտեղ շատ արժեքավոր մարդիկ, արժեքավոր ընկերներ, ես վստահ եմ, որ դուք ձեր ձայնը տալու եք ոչ թե Նիկոլ Փաշինյանի և իր քրչափրչա հակահայ խմբին, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ասել եմ ու էլի կրկնում եմ, հարգելի սիրելի գյումրեցիներ, ձեր ցավը տանեմ, Հովհաննես Շիրազ տված տարածաշրջանը, Ֆրունզիկ Մկրտչյան տված տարածաշրջանը, Ավետիք Իսահակյան տված տարածաշրջանը և վերջապես մեր սիրելի երգչուհի Արաքսիա Գյուլզադյան տված տարածաշրջանը չի կարող ձայն տալ մի քաղաքական ուժի, որի օրոք Հայաստանում արտագաղթն ավելացել է, սոցիալական ապահովությունը նվազել է, գործազրկության մակարդակը աճել է, արտագաղթը աճել է և ի վերջո չի կարող
այդ տարածաշրջանը թասիբով, ձայն տալ մի քաղաքական ուժի, ով Հայաստանում խրախուսում է գոմիկությունը, տրանսգենդերությունը եւ ոչ ավանդական մյուս այլ արժեքները։ Առայժմ այսքանը, հետո նորից կանդրադառնանք թեմային։